Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, հետախույզի օրագիրն է եթերում FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, այն ձեզ համար Դավիթ Խումարյանն է վարում, երկրորդ խոսափողի մոտ, իսկ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, ողջույն հրամանատար։ Ողջույն։ Վերջերս համացանցում նախարար Պապիկյանը տեսանյութ տարածեց, որտեղ նա մեզ ծանոթացնում էր նոր ամրաշինական կառույցների հետ, բետոնից հսկա կառույցներ էին առաջին տպավորությունից, դե ներսից էին ցույց տալի, դրսից այնքան էլ լավ չէր երևում։ Արդյոք դուք ծանոթ եք ինչ շինություններ են դրանք եւ գիտեք դա ինչա, ինչի համար է եւ արդյոք իրականում նրանք այնքան էֆեկտիվ են, ինչքան ներկայացնում է նախարարը։ Եկեք մի բան հասկանանք, որ պետք է վնաս չտանք մեր զրույցի մեջ։ Անպայման։ Բժիշկների կանոններով անպայման։ Բայց որտեղ հնարավոր է, ասենք, խոսանք ճիշտ է, որ ամենակիչը որոշ վնասներ, որը որ սարքելուց է, կարծում եմ տեղի ունեցել, որ դրա դեմ առնեն պատկան մարմինները, տենց են ասում։ Երևի, հա։ Նախ հասկանանք, որ այսօրվա պատերազմական պայմաններում անհեթեթ կրակակետ է դառնում վաշտային մի ամբողջ, ասենք, պաշտպանական շրջանը, որ կոնցենտրացված է մի տեղում։ Այսօրվա ճշգրիտ զենքերը, երկրորդ համաշխարհայինի ճշգրիտ զենքերը, առաջի համաշխարհայինի զենքերը արդեն թույլ էին տալի, որ ամրոցները գետնին հավասարացնես։ Կարելի է հիշել, ասենք, Պերեմիշլը ավստրիական, որ ռուսական բանակը երկար ժամանակ չէր կարող վերցնել, բայց դա ահռելի տարածք էր զբաղեցնում։ Եվ թնդանոթով, ասենք, այդ ահռելի տարածքով խփելուց չէին կարողանում այն վիճակի բերեին, որ այնտեղ տեղակայված, ասենք, ավստրիական բանակը, իսկ այնտեղ մի ամբողջ բանակ էր տեղակայված, որ, ասենք, հողի հետ խառնվի։ Բայց նույն ռուսական ամրոցներից ասավեցը շատ էլի հայտնի ամրոց է, որ երկար ժամանակ պահեց գերմանական հարձակումները, միջև ճշգրիտ կռուպի թնդանոթները չբերեցին ու սկսեցին շատ ճշգրիտ ոչնչացնել այդ ամրոցը։ Ու այդ ամրոցը այնտեղ մի քիչ պատմական խեղաթյուրում կա, քիմիական հարձակման է ենթարկվել, մի շաբաթ հետո հակագրոհի են գնացել ռուսները։ Ոչ թե անմիջապես քիմիական գրոհից հետո, քիմիական զենքի, այլ քիմիական զենքի գրոհից հետո, երբ որ քամիները փոխվել էին, իրանք ճշգրիտ հրետանիով էին հողի հետ խառնում այդ բետոնային, քարային աղյուսով շինությունները, եւ ամրոցի պաշտպանների թիվը 10 պատիկ փոքրացավ ու 10 պատիկ փոքր կազմով իրանք գնացին գրոհի, մի մասը վիրավորված, մի մասը քիմիական զենքերից տուժված, եւ դա իրոք գոնե ռուսական աղբյուրներով սարսափելի տպավորություն է թողել գերմանական բանակի վրա, բայց մի ամրոց, ոչ թե մեծ շրջան, այլ մենք ասում ենք պաշտպանական շրջան, որտեղ մի ամրոց է իրականում։ Իսկ Պերեմիշլը շատ մեծ տարածք, այնտեղ չէր հնարավոր չէր, այնտեղ այնքան պետք է արտիլերիայով խփեին, որ այդքան հնարավորություն չկար, ամբողջ ճակատի հրետանին պետք է բերեին Պերեմիշլին խփելու համար, որ այդ վիճակի բերեին, ոնց որ ասավեցը կոնկրետ մի ամրոց էր, որը երևի մի 5-6, իսկ միգուցե 10 անգամ ավելի մեծ լինելով, քան ներկայացված ամրացիան շրջանը հայկական, հրետանին կարացել էր, ասենք, հողի հետ հավասարացնել։ Այստեղ կարևոր բան կա, մեզ ասում են, որ ինքը այն աստիճանի ամրացված է, որ նույնիսկ հրետանիով աշխատանքի արդյունքում ինքը կմնա անվնաս, կմնա մարտունակ։ Թույլ տվեք չհամաձայնվեմ, որովհետև բետոնի շինությունների հաստությունները, որը որ թուրքերը շինարարական ստադիայում հեռադիտակներով կարող էին տեսնել, իրենք լավ պատկերացում ունեն, թե որ հրետանիով խփեն։ Իսկ հողի ծածկը չի գերազանցում այն հողի ծածկը, որը մենք 2 հոգու կրակակետի վրա ենք անում, ասենք։ Պարզ երևում է, համ թուրքերն են տեսնում, համ կամերայով պարզ երևում է, որ հողի ծածկը չի գերազանցում 2.5-3 մետրը։ 2.5-3 մետրը դա ավելացնում է մոտավորապես 10-ից 20 սանտիմետր բետոնի հաստություն։ Մոտավորապես 20, հաշվենք լավ։ Դա նշանակում է, որ հաստությունը, որը որ թուրքերը տեսել են, հիմա էլ հողն են տենում, ինչքան ավրեն ծածկված, շինարարության ժամանակ ինքը ուղղակի հնարավոր է տեսնել, թե ինչ հաստությամբ բետոն է լցնում, միջև հողի ծածկելը պարզ երևում է։
Համապատասխան 155-ով կխփեն 120 մմ-ի փոխարեն։ 120-ի փոխարեն 155-ը խփելուց եթե օգնող չի, որովհետև բետոնը մի քիչ ավելի հաստատ քան ես գիտեմ, այդ դեպքում կխփի, ասենք 200 մմ-անոց կամ 200 եւ ավելի մմ-անոց կալիբրներով։ Եվ sense tenants կոնցենտրացված մի տեղ մի վաշտ, իսկ դա մոտավորապես ցույց տվածը մի վաշտի, ասենք կրակակետեր ուներ, ոչ ավել, ինքը նշանակում է մի վաշտ տեղ մարտին չմասնակցել, իսկ հնարավոր է ընդհանրապես պատերազմին չմասնակիցներ դառնան։ Հասկանալի է, չէ՞, ասենք ինչի հետ է։ Դա կարա դառնա եղբայրական գերեզման, եթե հակառակորդը գլխավոր ուղղությունը իր հարձակման վերցրել է հենց այս ամրոցի ուղղությունը։ Ոտ ամրոցներն էլ անկապ չեն դրած, չէ՞, ասենք։ Դա ինչ որ տրամաբանությամբ են։ Տրամաբանության մեջ են, ասենք, փակում են այն ճանապարհները, տանկավտանգ, ասենք, ուղղությունները, դե բնական է այդ ուղղության վրա կոնցենտրացված հարվածներ ա լինելու։ Իսկ եթե վերցնենք ռուս-ուկրաինական դիրքային պատերազմի պես մի բան մեր մոտ լինի, անօթաչուների դիմաց ցանցը ինքը առաջի անօթաչիով կամ երկրորդով ցանցը դառնալու է ոչ պիտանի։ Մյուսը հարցակման ենթարկվելու ցանցը պատրելուց հետո ամբրազուրան ծածկող բանը վահանակը կամ վահանա մի քիչ մեծ էր, որը ձեռքով առանց հակակաշիռների եւ առանց ռեդուկտորների ձեռքով զինծառայողը բրթեց։ Գոնե ձևտային վրոդի 10 հոգի են բրթում, բայց մի հոգով բրթեց։ Դա նշանակում է այդ ոչ հաստ, ոչ շատ հաստ, ասենց ասեմ, ժեշտ է։ Դա նշանակում է հենց առաջի FPV-ով այդ վահանը կամ վահանակը պիտանի չի լինի։ Ու այնպես չի, որ ես ասում եմ ու թուրքերի համար հայտնություն եմ անում։ Բաներ կա, որ կարա հայտնություն թվա, չնայած թուրքերը երևի ինձանից ուշադիր են այս ամեն ինչը նայել։ Համ շինարարության ընթացքում համ վիդեոն են իրանք նայել, ասենք, բայց սահմանափակ եմ իմ քննադատություններ էլի, ասենք։ Բաները հողածածկը քիչը միտեղ գտնվելը վատա, ինքը կարա դրական լինի, եթե ամբողջությամբ զորամասերը տեղափոխվեն այդ պաշտպանական շրջանների մեջ եւ հարցակման դեպքում առաջի հարվածին դիմանան եւ հետո ասենք զին անձնակազմը մի մասը ասենք մնալով այդտեղ, մեծ մասը տեղափոխվի 2, 3, 4 հոգանոց կրակակետեր։ Ալյա գմբեթ 2, գմբեթ 3։ Ու նենց չի, որ ես իմ սրինգն եմ նվագում, էլի, դա տրամաբանական է, մի հատ նայեք, այսօրվա տեխնիկապես ոչ եսիմ ինչ ձևի ժամանակակից, բայց ժամանակակից տարեր կրող 21-րդ դարում տեղի ունեցող երկու ռուսների միջև պատերազմը Կիևից եւ Մոսկվայից։ Իրանց մոտ խիա ցրված անձնակազմը, որովհետեւ մարդիկ քիչ են, լավ ռուսների մոտ գոնե շատ են ուկրաինացին, բախ իրանց մոտ խիա ցրված կա, դրանից է որ զենքը ճշգրիտ է դարել։ Դա նշանակում է մի տեղ կոնցենտրացված անձնակազմ, նշանակում է կառուցել զինվորական գերեզմանոց։ Հիշում ենք մենք հարվածները, որը փայ ասավ Ռուսաստանին, Շեդոու էր, ինչ էր ասենք հրթիռով, որ ասենք, Շտորմ Շեդոու, որ բանը 200-ից ավել բանը մի հատ մի քանի հրթիռով հարված, չէ, մի քանի հրթիռով 200 հոգի միանգամից դառան, ասենք, զոհվան եւ մի քանի 100 հոգի վիրավոր տվեցին։ Դա մի գումար տակի, ասենք, հավաքատեղի էր, բետոնածածկ շինությանը եւ այլն։ Սխալ է այդ ճանապարհով գնալը։ Իսկ բանա առաջի հարվածին, որը որ 20 թվականին մենք ասենք ականատես եղանք եւ դրա զոհ եղան նաեւ այն զորամասները, որոնք գլխավոր շտաբին չենթարկվեցին կամ ռեկոմենդացիան չընդունեցին եւ անձնակազմը չհանեցին կազարմաներից, հա, այդ զորամասերի հարվածները լավ ենք հիշում, չէ՞։ Ճիշտ է, ասենք, մենք հիմա հաշվի չենք առնում թուրքական հակահայկական եւ հակահայաստանյան, то есть հայկական ժողովրդի դեմ եւ հակահայաստանյան հանրապետության դեմ քարոզը պետականորեն, ասենք, դասագրքերով, պետականորեն սրսկվող արևմտյան Ադրբեջանի բնակչություն, այդ ամեն ինչը երևի իրականությունից դուրս է, դա մենք ենք երևի հորինել, հա,
խաղաղության դարաշրջանը եւ մենք զորամասեր ենք կառուցում սենդվիչ բաներից էլի պաշտպանության նախարարության հրամանատար այդ զորամասերը չպետք է դուրս գան պատերազմական պայմաններում, այսինքն զորամասի կետերը մենք հիշում ենք, որ ասենք հարձակումները գրեթե բոլորը առանց պատերազմի հայտարարության են եւ միաժամանակ, հա։ Ինչ խնդրեմա, ասենք միաժամանակ բոլոր զորամասերին այդ սենդվիչներից, ասենք, կառուցած տեղ կսնել։ Ինչ խնդրեմա։ Ոչ մի խնդրեմ, միաժամանակ այս մի հրթիռը 3 վայրկյան կամ 3 րոպե ուշ կկրակեն, որը խոսքի մի քիչ ավելի հեռու պետք է դա։ Եվ սենդվիչները դառնալու են ինչ։ Սենդվիչները դառնալու են պյուրե։ Դա նշանակում է, եթե այս ամրոցները կառուցում եւ այդ սենդվիչները վերացնես, դարձնես ինչ որ տնտեսություն, որտեղ, չգիտեմ, ֆերմաներ դնես, կով պահես, խոս պահես, բան, օքեյ է, ժամանակակից ֆերմաներ դարձնես, որը բանակայի համար օժանդակ տնտեսություն կլինի, բայց հիմնական զորամասերը տեղափոխվեն ամրոցները եւ ամրոցներից հետո այն ժամանակավոր կառույցները, գմբեթները, որ մենք դրել ենք, դրանով չբավարարվեն, այլ նաեւ բետոնից 2-3-4 հոգանոց կրակակետեր շարեն ամբողջ գծով մեկ, մինչ դիրքային հետ ընկած էլի դիրքեր կառուցեն, ասենք 2-3 գծով առաջնագիծը, ասենք, ապահովի, այդ դեպքում սաղ լավ է։ Բայց ինքը որպես պատերազմի մեջ եղած կրակակետ, ես ասեցի, ինքը շատ մեծ վտանգ է իր մեջ պարունակում։ Հուսանք, որ դասերը կքաղվեն, ճշգրտումները կանեն, հուսանք, որ իրանք սաղ արել են, ուղղակի հələ չեն հասցրել հրապարակեն։ Կամ ցույց չեն տալիս, ինչ ավելի լավ է։ Ասենք մեր գմբեթները տեղադրելու արդյունքում ՊՆ-ն սկսեց իր ինժեներական կառույցները, ասենք, տեմպ տալ։ Կարող արդյունքում եւ արդյունքում 2-3 տարի հետո ինքը որոշ, չէ, տեմպ սկսեց տալ։ Միջև այդ կարող է անում էր կամ մտածում էր, մենք չէինք տեսնում, բայց հետո սկսեց տեմպ տալ։ Հուսանք մեր այս զրույցն կստիպի իրանց, որ իրանք տեմպ տան, որովհետեւ բանը մեծ մերձավոր արևելքը երում է, դավջան, երում է ուղակի ու օրերից մի օր էս մի կացան կտրակի կամ այն մյուս կացան կտրակի ու հարց է, էլի այդ մենք որի փլատակների որ թռնի, որ մեկն է մեր ճակատին խփելու, էլի։ Հրամանատար, մի թեմայի մասին, մի ակնարկ եմ ուզում անեմ, տեղեկատվություն տամ ռադիոլսողներին, վստահ եմ դու ծանոթ ես այդ տեղեկատվությանը, մենք նախորդ հաղորդմանը խոսում ենք սեփական կապի միջոցների մասին, եթե հիշում ես, շատ երկար քննարկում ենք, որ դա խիստ անհրաժեշտ է, ու այդ մեր հաղորդման ընթացքում Ռուսաստանում արգելափակում են Telegram-ը եւ ռուսական ֆրոնտում տեղեկատվություն հայհոյանքներ են գալիս դեպի իշխանությունները, որտեղ պարզվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում Telegram-ը հիմնական կապի միջոցն է ռուսական զորքերի համար։ Այո։ Ճիշտ է, դրա մասին չեմ բարձրաձայնում, բայց բանը ուկրաինական զորքերն էլ էին Telegram-ներից օգտվում։ Հա, բայց իրանց մոտ դե չեն արգելափակել։ Չէ, արգելափակել են, իրանք օգտվում էին ռուսական Telegram-ներից։ Չէ, նկատի ունեմ ցանցից, դե ուկրաինական ցանցում լինում է ռուսական զորամասերը, որոնք որ բան են անում, պետք է հիշենք, չէ, երբ որ քոնը չի, դրա մեջ ներթափանցել, բանալ ինկոդերը, բան կարա հասանելի լինի։ Այդ ոնց որ նաև ռադիոկապի մասին է խոսքը, այտենց էլ Telegram ալիքը։ Իսկ կապի մասով Starlink-ի հետ ռուսները մի հատ խնդրեմ ունեցան։ Այո։ Եվ երկրորդը Telegram-ը փակվեց։ Հա, բանը հետնել ուկրաինացին տուժեց, ասենք, որ ինքը չի կարում հետևի ռուսական զորքերին, համ բանի Telegram-ի միջոցով, համ էլ մնացած համացանցային ինչ-որ բաներով։ То есть ինքը այնց բան է, էլի, որ ասած հարց է, ում վնաս հասցրեցին այդ արգելքով։ Ուկրաինացիներին հասցրեցին վնաս թե ռուսական զորքերին, բայց ամենակարևորը, որ ռուսական համացանցի մասին խոսքը, որ բանակում պիտի օգտագործվի, որ առանձին կլինի բան, ես հիշում եմ դեռևս 2007-8 թվերին էր առանձին բանակային ցանց լինի։ Ես հենց այդ նույն ժամանակ, ասենք, այս հարցը բարձրաձայնել եմ ստեղ, ինձ դա ասել էր իմ բանը
զինակիցը սովետական բանակում, որը որ այդ ժամանակ ռուսական գլխավոր շտաբի ակադեմիայում լուրջ կոչումով գեներալ-մայորի կոչումով լուրջ պաշտոն էր զբաղեցնում, ինքը այդ բարձրաձայնելու մասին, ասենք, որը որ նեղ կրուգերում էր այդում իմ հետ կիսվել էր, ես էլ ստեղ բարձրաձայնեցի, ինձ ասեցին դե լավ էլի Վարդանով ջան, ես ինչ ես խոսում, բան ընդ ինչ ներքին բան հեռախոսացանց, ինչ ներքին, ասենք, համացանց, բայց ապագան ցույց տվեց, որ ռուսը խոսացել է, ապրի, ինքը խելք ունի, բայց խելք չունի, չի իրականացրել եւ հույսը դրել է բիզնեսմեն դուրովի Telegram կանալի վրա եւ Elon Musk-ի Starlink-ի վրա, Elon Musk-ի Starlink-ների վրա, որ ինքը իր ցածր տիեզերական բաները ցանցը պետք է ստեղծեր Starlink-ի ֆունկցիաները կատարող։ Դրա մասին էլ էին խոսակցություն ունեցել, բայց լավ Ռուսաստանը դա չի արել, աններելի է երևի իրանց ղեկավարության համար, որտեվ բանը իրանց փողերը ով ունի, ասենք, այս ռեգիոնում ոչ մեկ, արևմուտքը մի քիչ ավել փող ունի ու հնարավորություններ, բայց տիեզերքում եւ համացանցում ռուսը միշտ ուժեղ է եղել, շատ հաճախ զիջելով կամ չզիջելով միակ երկրին Միացյալ Ամերիկայի Նահանգներին։ Դուս փաստորեն բանա ներելի է։ Հիմա մեզա աններելի ուրիշ պատճառով, մերը փոքր երկիր է, մենք միջև հիմա մեր բանակային համացանցը ստեղծել ենք, ես չգիտեմ, մենք կապ ունենք ոչ բանը հայտերային կամ բաուֆենգային, այդ չինական կապի միջոցների անվանումներն է հրամանատարը բանը էտին կապի միջոցներն են, որոնք որ բիզնես բաներ են եւ հանգիստ կարան շինարարական ընկերություններն են օգտագործում, հանգիստ կարան զլոմ անեն։ Վերջապես հիշենք 20 թվականին ամբողջ, ասենք, զորամասեր էին մնացել թուրքերի ձեռը, այդ թվում նաեւ կապի միջոցներ, իրենց փաստաթղթերով, կոդերով եւ այլն, 23 թվականին են մնացել ու մենք հələ մինչև հիմա այնքան անուղեղ ենք, որ մեր կապի միջոցը դեռ չունենք, ասենք, ֆիրմաներ, ովքեր որ պատվեր են ստացել ՊՆ-ից, որ հա ձեր կապի միջոցը այնքան էլ չի համապատասխանում, այսի դրեք, այս կապի, որ դուք ստեղծել եք իրան 2 հատ պոզի փոխարեն 4-ը պոզել արեք, 2-ը դեպի հետև նայող, բան sense դեռ չկա այդ ամեն ինչը, նշանակում է մենք հələ չենք հասկանում, որ կապի միջոցը նույնիսկ այս Telegram-ի պատմությունը եւ Starlink-ի կարծում եմ մեր զինված ուժերի եւ ռազմաքաղաքական վերնախավի վրա չի ազդել։ Ցավալի է, չեմ համոզված չեմ, որ չի ազդել, բայց կարծում եմ, որ չի ազդել։ Ռուսաստանում փոփոխություններ լինելու է ֆրոնտում։ As դրա այդ պատճառով կոմունիկացիայի հարցը։ Ոչ, որովհետև բանը Ուկրաինան պոտենցիալ չունի գրելու համար, այդ իր կոնտրնաստուպները միշտ լոկալ տակտիկական, ասենք, խնդիրներ են մի կերպ լուծում, շատ հաճախ չեն էլ լուծում։ Բանը որոշ օպերատիվ խորության վրա իրանք կարողացան խորանան Կուրսկի մարզ սրանից մոտ 2 տարի առաջ, դա չեղավ, ասենք, խորանալ ճակատը։ Դու ասում ես ռազմական առումով անիմաստել էր այդ գործողությունը։ Ինքը տենց ավելի քաղաքական քարոզչական նպատակներ ունեցող։ Եթե իրանք Բրուսիլովի պես անեին, ասենք, Բրուսիլովը 1916 թվականին ռուսական բանակներից մեկի հրամանատարը լինելով ավստրիական ճակատը ճեղքեց եւ տարածվեց կողքի բանը, կարճ ասած ոչնչացրեց ամբողջությամբ ավստրիական բանակը, որը ճակատում կանգնած էր։ Այ եթե Կուրսկի ուղղությամբ իրանք բան անեն եւ գնային դեպի Բելգարոդսկի ուղղության, ասենք, սահմանի այն զորքերը ոչնչացնեին, դեպի աջ գնային, ասենք, միջև Դոնեցկի հատվածը եւ մեծ ծակ բացեին, նույնիսկ չգնային առաջ, բայց կրակով թույլ չտային, որ ռուսը գարը տեղ ամրանար, կամ մի քիչ գնային առաջ եւ թույլ չթողեին, որ տային, որ Ռուսաստանը այնտեղ վերականգնի իր հնարավորությունը միշտ վտանգ ունենալով կախված իրանց վրա, դա կլիներ, ասենք, ռազմական նշանակություն, բայց քանի որ իրանք ճեղքեցին, եւ հետո թույլ տվեցին, որ իրանց լոկալացնեն, այսինքն մի կտորի մեջ պահեն, էլի այդ Կուրսկի նահանգի քանի տոկոսի մեջ,
դա ռազմական նշանակություն ունեցավ ավելի շուտ կործանարար հետևանք այդ ռեզերվները սպառեց ուկրաինական բանակի, մարտունակ զորամասեր երկու ընդհանրապես զորամասա տեղափոխվել ռուսական զորքերից այդտեղ կայնացնելու սկզբից 3, հետո 6, հետո հնարավոր է մինչև 12 ուկրաինական բրիգադի դեմ հիմնականում թարմ ուժեր են օգտագործվել, որոնք որ ճնշելով այդտեղ եղած զորամասերը ռազմական փորձ են ձեռք բերել։ Փաստորեն բացասական 2-3 բացասական հետևանք ա ունեցել։ Ասում են, որ Զալուժնին Զելենսկու հետ հենց այդ պատճառով ավիճվել։ Այսինքն վերջին մեխը այդ ա եղել, որ Զալուժնին դեմ ա եղել գործողությանը, համարել է, որ ռազմական տեսանկյունից այնքան էլ տրամաբանված չէ։ Հնարավոր է, որտեվ 12 բրիգադը, որ այդ օպերատիվ խորության վրա դուրս գար եւ ուղղությունը տեսներ ու դարձներ ստրատեգիական, ասենք, զարգացում, կամ թեկուս ընդլայնվեր օպերատիվ խորությունների վրա, դա ռեսուրս պահանջող բան է։ Եվ այդ 12 բրիգադ ռեզերվը, որ Ուկրաինան ուներ, դա իր հակով չէր։ Ինքը կարար լավագույն դեպքում դուրս գար ֆլանգեր եւ թիկունքներ սահմանապահների Բելգարադի հատվածում, պատնեշ կայնելով, ասենք, Դոնեցկի ուղղության վրա, Դոնեցկ-Լուգանսկի ուղղության վրա, բայց էդ էլ չարեցին, որովհետեւ, ասենք, այնտեղ իրանց վերնախավը այնքան էլ միատար չէր այդ որոշումների մեջ, էլի։ Ինչ ստացան միջև իրանք էլ չէին սպասում, որ այտենց կհաջողի, որովհետև տարածքային պաշտպանության Ռուսաստանի համակարգը, որը Ուկրաինայից ավելի շուտ է թղթով ընդունվել, թղթի վրա մնացել էր անգամ պատերազմական գործողությունների ժամանակ։ Իսկը ոնց որ մեր մոտ էլի, ասենք։ Եվ արդյունքում ուկրաինացին էլ էր զարմացել, որ կարացել էր ճեղքեր ու դուրս գար այդ խորությունների վրա մի լոնքելներ, ասենք, Կուրսկի ատոմակայանից, էլի, քիչ էր մնում Զապարոժիայի բանալներ, էլի, ընդ հայլային տարբերակալներ, քիչ էր մնում, շատ քիչ էր մնում։ Հրամանատար 20-րդ րոպեն անցել ենք արդեն հաղորդաշարի, բայց մի թեմա էլ քննարկենք, հայրենական արտադրության անօթաչու թռչող սարքերից մեկը, որը վիզուալ շատ նման էր իսրայելական Հարոպին, հայտնվել է համացանցում լուսանկարներում, ինչ որ խոսակցություն է գնացել ինչ որ տեխնոլոգիա Իսրայելից ձեռք բերված թե չէ, հետո դա իհարկե հերքվեց։ Այդ մի հարցը արդյոք ծանոթ եք այդ արտադրանքին, եւ երկրորդը ես լուր կարդացի, եթե չեմ սխալվում, որ որոշ հայրենական ընկերություններին արտահանման լիցենզիա է տրվել ռազմարտությունաբերական ընկերություններից մեկին։ Ըստ ձեզ արդյոք մենք ունենք արտահանելու բան։ Իհարկե ունենք։ Ունենք արտահանելու բան, 100% ունենք ու վատը չեն, մրցունակ են մյուս արտադրողների հետ, առաջատարների հետ միգուցե չէ, բայց խոսքի կարող է 2-0 ավելի էժան է։ Այո։ Այսինքն ոչ թե պատիկով, այլ 10 պատիկով ավելի էժան լինի։ 100 պատիկով կարող է լինի։ Համենայն դեպս այն ամերիկյան բանը, որը որ մեր վրա վաճառեցին, հələ որ չեմ տեսել որ գա, բայց 11 միլիոն պարտավորվել ենք, փող չէ, ասենք, տանք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այ 100 պատիկ թանգա նստելու, քանց տեղ արտադրվեր։ Ու եթե 100 հատ հանես օդ, խոսքի հաստատ այդ մի հատից չէ, 10 հատից ոչ պակաս կաշխատի, իսկ հնարավոր է 50 հատ ամերիկյանից պակաս չաշխատի մեր 100 հատ։ Բանը Հարոպի վերաբերյալ, իսկ Հարոպը կարող է, ասենք, Կոնկորդի սիլուետներ գողացել։ Հա, իհարկե, շատ նման է։ Որտի սովորական, ասենք, բանը ավիոսիլուետ է, իր աերոդինամիկայով, դրանք արդեն բադիկ են ասում։ Ու գեղեցիկ է, իրականում գեղեցիկ։ Սխեմա ուտկի, բանը լավ էլի, դա անլուրջ է, ինչա նման է։ Չէ, ասում են, որ տեխնոլոգիա կա առած։ Գողության մասին չէր խոսքը։ Տեխնոլոգիա անիմաստ առնել, որովհետև այդտեղ ոչ մի այտենց բան չկա, ինչը մեր բանը առաջատար տեխնոլոգիաների միացան UIT, ասենք, անդամ ֆիրմաները չեն կարաստե կրկնեն կամ նույնիսկ ավելի լավը սարքեն, չկա այտենց բան։ Ոնց որ ասեն, մենք Պարսկաստանից գերան տեխնոլոգիա առնենք։ Բայց Հարոպը գերանի հետ համեմատելի է, որ հրամանատար։ Գերանը շատ པարզ սարք է։ Իսկ ասում, որ ասենք Հարոպը, որը որ գերանի պես ֆունկցիա է կատարում, նման է իր ֆունկցիաները։
ինքը բանա շատ ավելի բարդ է։ Եթե Հերմես ասեին, ասենք Հերմես են առել բան կամ գողացել Ռիխարդ Զորգյանը գնացել։ Մենք իհարկե ուրախ կլինենք, շատ ուրախ կլինենք, ծափարենք, բայց Հարոպ, որը որ հարված է, ինքը նույն գրանատամյոտն է, ուղղակի այնտեղ դիվերսանտը չի եթում այնտեղ խփում, ինքը օդից նայում է, որտեղ խփում է։ Նույնը Գերանն է։ Եթե այնտեղ մոտո շարժիչ է չինական արտադրության, ստե բանա Rotex է երևի ասենք, անլուրջ է, էլի։ Ինքը ընդհանրապես բանա բրանդերայա բանա բայց Գերանը կարծում եմ կապ չունի իր ամենատար ինքը հերակառավարվող դրա եղածն ինչ է այսինքն դու մի անգամ նշում ես ինքը թռնում է ինքը հերակառավարվող սակ չի իսկ Հարոպը հերակառավարվող է այդ չափսերի մեջ դժվար է մի հատ հայկական արտադրության բան դնել ռացիա դնել կարամ ֆիրմայի անունն էլ տամ եթե շատ հետաքրքրված մարդիկ լինեն որը որ ունի այս պահին սարք, որը որ այդտենց սարքերը կարողանում է 30-ից 60 կիլոմետրի վրա կառավարելի դարձնել։ Եթե չգիտեն համապատասխան մարմինները թող գան, ցույց տան փաստաթղթերը իրանց, որ իրանք իրավունք ունեն նման բան իմանալու, ես իրանց կասեմ որտեղ է տան մանգան այդ կապի միջոց արտադրողին։ Ախորպես Գերանն ու Հարոպը նույն ֆունկցիաներն է կատարում։ Ուրիշ բան, որ այդ ֆունկցիաները կատարելուց մեկը ունի մեջը, ասենք նստած բանա ոնց են ասում AI, հա։ Մեկի մեջ կարողա չկա AI դերատանում օպերատորը մի քիչ հեռու նստած։ Նույն ֆունկցիան է, ինքը պայթող թռչող սարք է, որ պետք է դա ինքնասպանել վնաս հասցնելով։ Նույն բանն է։ Կարող է մի քիչ երկարադիմամ, դե լավ էլի ակումուլյատորի օդում մնում, հա։ Բանա երկարա ուրեմն ակումուլյատոր կարան ավել դնեն, ասենք կամ ավել վառելիք զապրավկա անեն մի քիչ պայթուցիկը պակասացնելով։ Պայթուցիկը մեջը խոսքի օրինակ ռուսական տրացիլ են դնում, կարան գեքսագեն դնեն ու համապատասխան աբիոմ շատանա ու այդ աբիոմի փոխարեն վառելիքը ավել լինի։ Զենքը պետք է լինի բավարար չափով։ Օրինակ Հարոպը հայկական ճակատում անիմաստ է իր երկար թռնելը բանը բայց լավ էլ աշխատել է 44 լավ աշխատել է բայց թնդանոթով են խփել ճնճղուկին շատ ավելի པարզ զենքերով էր հնարավոր այդ ամեն ինչը անել հա պետք է բանը լինի էլի համաչափ լինի քո բաները հիմա հայկական ռելիեֆում որտեղ սարի հետևը թաքուն կարագա ասենք հակառակորդը պահկվի ու 3 կիլոմետր քեզանից հեռու լինի ժամերով օդում գտնվող, բացենք RPG սնարյադի գլուխը ինչներիս է պետք։ 3 րոպեում տեղ կհասնի, 3 րոպեում կհայտնաբերի մի հատ ինչ-որ թիրախ, մի քիչ էլ հեռու լինի, որ ասենք օպերատորը անհասկանալի տեղից այդ ամեն ինչը կառավարի, դառավ 15-ից 20 րոպե օդում գտնվելը քեզ բավարար է նման խնդիրներ լուծելու համար։ Օպերատիվ խորության վրա ինչ-որտեղ բանը կարաս ավելի լուրջ բաներ թռցնես, ավելի լուրջ պայթուցիկով, քան Հարոպն է։ Հարոպի պայթուցիկը փոքր է։ Հարոպի պայթուցիկը այն քանակը չի, որ խոսքի օրինակ շտաբ վերացնի։ Դες բան չկա։ Համապատասխան աբիոմին ընդ պայթուցիկ է լինում։ Իսկ բանը դավառուն հաստատ էլի, ասենք այնքան պոտենցիալ ունի, որ իմաստ չունի ինքը փող ծախսի տեխնոլոգիաներ գնելու համաշխարհային վաղուց հայտնի տեխնոլոգիաներ։ Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, այսքանն էր այսօր հետախույզի օրագիրը, մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին մոտեցավ։ Հիշեցնեմ, Վովա Վարդանովն էր հաղորդման հեղինակը առաջին խոսափողի մոտ, Դավիթ Խումարյանը երկրորդ խոսափողի մոտ։ Շարունակեք լսել գործարարալիքը, բաժանորդագրվեք մեր հարթակներին։ Էլի ուզում եմ ավելացնեմ, ոչինչ։ Համեցեք, այո։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, իմացեք, որ անօթաչու թռչող սարքը բանա շեմշկի պես, փամփուշտի պես ռասխոդնիկ է, ինքը պետք է վերջանա։ Նշանակում է պետք է տեղական արտադրողինը լինի ու պիտի էժան լինի համապատասխան մեր ջեբի գյորա։ Հարոպը, որ հիմա ձրի էլ տան 10 հատ կամ 100 հատ, հաստատ չարժե վեգալել։ Կամ կարելի է վեկալել վաճառել խոսքի փող ունեցողների վրա ու դրա փոխարեն համապատասխան քանակ դավառոյի արտադրանքը կամ Airworker-ի կամ մյուս ասենք հայ արտադրողներից գնել։ Սատարենք հայրենական արտադրող։ Այո։ Բոլոր հարցերում այդ թվում նաև ռազմարտությունաբար։ Դա նաև խելամիտ է։ Այսքանը։ Ստեսություն։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Տեսություն։